ով ոնց ինչ ուզում է թող մեղադրի ինձ աջակցելու համար նման հարցերում իշխանություններին, գիտեք, երբ որ իշխանության ղեկավարը փորձում է ցույց տալ, որ ինքը ժողովրդի մոտ է կանգնած, որ հեծանիվով կարող է աշխատանքի գնալ, չեմ ասում ամեն օր հեծանիվով է գնում, բայց մի անգամ, երկու անգամ էլ թեկուզ ցուցադրական ցույց է տալիս, դա արժեքների այդ նոր արժեքների ավելի այսպես գեներացնելու, տարածելու նպատակով է արում։ Վերջը կներեք, էլի։ Հիմա այս նախորդ նախագահները մարդը 10 տարի պաշտոնավարել են եւ տեսնում ենք ինչ հարստություններ են կուտակել։ Ռոբերտ Քոչյանի ընդհանրապես այդ անշարժ գույքերը անverջ են, ասես թվարկում են, չի թվարկվում։ Այնքան կուտակելա, թե ուրա տանելու հետը չգիտեմ։ Այդ մարդիկ այդքան ունեցված կուտակեցին եւ դա տեսանելի էր, բայց Նիկոլ Փաշինյանի վրա արհեստական դնում են շար են անում, մի հատ Կանադայում տուն ունի, հետո պարզվում է ինչ-որ fake լրատվամիջոց են ստեղծել հատուկ, մի քանի օրում ստեղծել են, այդ fake-ը տարածել է, հետո միանգամից հերկվում է, որ այդպեսի բան չկա։ Հետո Ֆրանսիայում ինչ-որ տուն։ Այնքան որ ինչ-որ մի թեթև բզբզան տարածեն, սուտ է, իմ երկու հոգի էլ լսի են, որ ասում է նոաստատը աստասը, հա, այտենց անեկդոտ կա, չէ, ասում է բանը Մոյշան շատ վատ մարդ երկու հրյան խոսում են, ասում են այդ Մոյշայի հետ չեմ շփվում, ասում են ինչ շատ վատ մարդ, ասում ինչ արը։ Դա ինչ որ պատմություններ հետ է կապված, կամ ինքն էր ինչ որ վերարկու գողացել, կամ իրա վերարկուն էին գողացել, չեմ հիշում հստակ, բայց այդ գողության հետ կապված ինչ որ խոսակցություն կար հետը կապված, դրա համար sense տպաբան է մնացել, էլի, նստված կա մնացել։ Հիմա այդ սկզբունքով ինչ որ բաներ շարեր տարածեն, այն դեպքում եւ որ մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում գործող վարչապետի ընտանիքը բավականի համեստ է ապրում, տղան աշխատանք փնտրում, բարբերաբար լսում ենք այն ինչ որ միտեղ տեղավորվում է աշխատանքի, ընդ որում այդ միտեղը ոչ top manager-ը ինչ որ տեղ որ միլիոնավոր դոլարների աշխատավարձներ տա, հասարակ ինչ որ մի հատ աշխատանքի կամ աղջիկը եւ այլն։ Անձի մակարդակով։ Եկեք բայց այդ անձինք են արժեքները փոխում, հասկանում եք։ Անձինք են, չէ, փոխում, մանավանդ երբ որ այդ անձինք առաջի դեմքերն են։ Եվ երբ որ կրթության քարոզչություն ատանում գործող իշխանություն, ես հիմա ընդհանրապես համատում եմ գործող վարչապետի գործողության նախինների, ես գործող վարչապետի թերությունները անդադ երբ որ առիթ լինում է դրա մասին խոսում եմ, այնպես չի որ հիմա սրբացնում եմ, հա, բայց ամենայն դեպս այդ համեմատության մեջ սար ու ձոր է ուղղակի, ու այս մարդիկ ուղղակի խոսալու իրավունք չունեն, քննադատելու նույնիսկ իրավունք չունեն, բարոյական իրավունք չունեն։ Ինչ անշնակում դու տապալես ամեն ինչ, հետո երբ որ գա վերջի պահին 2 տարի առաջ պատերազմից իշխանություն փոխվի եւ այնքան զենք առնի գործող իշխանությունը, գործող վարչապետը, ինչքան դու քո ամբողջ պաշտոնավարման ընթացքում չես առել, դու էլի ասես ինձանից հետո բանակի վիճակը սկսեց վատանալ, ոնց որ էլի այդ հարցազրույցի ժամանակ է ասում։ Պատկերացնում եք, ինքը ասում է, ուրեմն իր օրոք լավ էր բանակի, 16 թվին լավ էր, այդ որ 80-ականների զենքերով էր կռվում, այդ որ խոստացել էր հա Արցախի հարցը լուծել եւ դրա պատճառով էլ նաեւ Կարեն Կարապետյանին բերեց դրեց վարչապետ։ Այդ ամեն ինչ ուրեմն լավ էր, հենց հեղափոխությունը եկավ ու սկսեց հսկայական ծավալի զենք զինամթեր գնել Հայաստանը, Ռուսաստանից այդ ժամանակ վատացավ բանակի վիճակը։ Իդեպ, հա, Կարեն Կարապետյանի բանը։ Այո, ես էի ուզում հիշեցնել, իդեպ փաստացի այդ հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը ընդունեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Կարեն Կարապետյանին էր տեսնում որպես Սերժ Սարգսյանին փոխարինող վարչապետ։ Ես դրա մասին վաղուց եմ խոսել եւ խոսել եմ, որտեղ տեղեկացված եմ եղել, տեղյակ եմ եղել եւ այո, նաեւ Սերժ Սարգսյանի արտահոսքերի շնորհիվ այսպես տարբեր շրջանակներում հասել է նաեւ ինձ, թե ոնց է տեղի ունեցել հեղափոխությունը եւ նաեւ ավելի վաղ, իսկ հեղափոխությունը, եթե ուզում եք, սկսվել է 16 թվականին, ոչ թե 18 Իհարկե ավելի վաղ, Սասնածռերն էլ եք հիշում այդ։ Հիմա կասեմ, ավելի վաղ են իմաստով, որ հաջորդը ընդհանրապես միշտ դիմադրել է։ Հայաստանում միշտ եղել է արթուն, ուժեղ ընդդիմություն, միշտ։ Եվ այդ ընդդիմության արկայությունը մշտական պայքարը թույլ չեն տվել գերկենտրոնացում իշխանության մի մարդու ձեռներում։ Ինչպես որ Ադրբեջանում եղավ, որ Ադրբեջանում հիմա քաղաքացիություն ընդդիմություն չկա, բոլորին ոչնչացրել են ուղղակի։ Իսկ Հայաստանում հնարավոր չեղավ դա անել, որովհետև հայ ժողովուրդը չի սիրում դիկտատուրա, չի սիրում ավտոկրատիա, ինքը միշտ ազատության համար պայքարում է։ Բայց ամենայն դեպս այն վերջին արարը 16 թվականին, երբ որ տեղի ունեցան այդ Սասնածռերի հայտնի դեպքերը, որը եւս մանիպուլացվեց Սերժ Սարգսյանի կողմից, ինչպես հիմա է արդեն բարձ դառնում, մանիպուլացվեց այն իմաստով, որ ինքը այն ինչ որ 16 թվականի ապրիլին խոստացել էր ռուսներին, Լավրովի պլանին համաձայնվել, ինքը ասեց դե չեք տեսնում ինչա կատարվում, արդեն իմ դեմ
ահաբեկչական ակտ են կազմակերպում իր ձևակերպման վստահեմ, չնայած իր օրոք արևմուտքը պահանջեց, որ դա չկոչվի ահաբեկչական ակտ եւ չկոչվեց, միակ ահաբեկչություն անվանողը այդ ամեն ինչը Ռուսաստանն էր եւ Ռուսաստանի դեսպանատունը, որտեղ իրենց պլանները խախտվեցին դրանով եւ Սերժ Սարգսյանը այն ինչ որ խոստացել էր ռուսներին, ասաց չեմ կարող հիմա անեմ, որտեղ SS ըմբոստացում կա իմ դեմը, ռուսները ասացին լավ, դե եթե դու չես կարա, մենք մարդ կուղարկենք, ով կանեն դա, ով կկարողանա։ Ուրեմն վարչապետիդ կփոխես, այն ժամանակ Հովիկ Աբրամյանն էր։ Կդնես այս մարդուն։ Այս մարդը կգա, այնա 2 տարի չէ քեզ մնացել, դու էլ ասել ես, չէ, չես ուզում շարունակես։ Ինքը կգա հետո էլ արդեն ծավալություն ես փոխում կդառնա վարչապետ, եւ այդ հարցը ինքը արդեն ինքը կկարողանա։ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանի մասն է խոսքը։ Կարեն Կարապետյանը գալիս է 2 տարի իմիջը իր այսպես որպես լավ վարչապետի ձևավորում են, ինչ որ կոռուպցիայի դեմ պայքարներ է թեթևանում, իսկ մեր մոտ այնքան էին կարոտ այդ կոռուպցիայի դեմ պայքարին, որ նույնիսկ այդ թեթև մի քանի բաներ արդեն ասեն, օ, այս մարդը ոնց որ թե իրոք ուզում է ինչ որ բան անել, էլ չգիտեն, որ FSB-ի Բարսասյան պաշտոնյա է, քանի որ գիտեք Գազպրոմում top մենեջերները բոլորը պարտադիր պիտի կապ ունեն, որտեղ Գազպրոմը տրված է FSB-ի, հա։ Հիմա այս մարդը ուրեմն նաև ընտրությունների ժամանակ առաջի դեմքով եւ այլն գիտեք Կարեն Կարապետյանի դեմքով ամբողջ քարոզարշավը արեցին Սերժ Սարգսյանը հասկանալով որ եթե թողնում է Կարեն Կարապետյանին այո նաև Արցախի հարցը այն ինչ որ ինքը ամեն դեպքում ուզում էր խուսափել անդադ sense խափելով ձգելով փորձում էր իբր իր պատկերացած լուծել այդ ժամանակ ռուսները ասում են ոնց որ թե այս մարդը չի ուզում գնա։ Ինքը ասեց, Սերժ Սարգսյանը ասեց, որ հələ մի քիչ կձգենք եւ այդտեղ է որ ըստ էության այն պայթյունը որ ամեն դեպքում պետք է տեղի ունենար, ռուսները ոչ միայն չխոչընդոտեցին, ոնց որ Սերժ Սարգսյանը ուզում ներկայացնի ամբողջ մեղքը հեղափոխության պատասխանատվության թողնելով արևմուտքի վրա, չգիտես ինչի, այլ ռուսները առաջի աջակցող եղան հեղափոխության։ Ինչու՞։ Որտեվ լրիվ պետական ուժային համակարգը, որ մենք գիտենք այն ժամանակ ենթակա էր Ռուսաստանին, անվտանգության ծառայությունները, ոստիկանություն եւ այլն, ամբողջը ըստ էության աջակցեց հեղափոխության եւ դա մեծ բարեբախտություն էր հայ ժողովրդի համար, որ ռուսները սխալ հաշվարկ էին արել, որ Կարեն Կարապետյանին բերեն դարձնեն ուրեմն վարչապետ։ Այդ հեղափոխությունը իրանք ուզում էին ուղղակի օգտագործեն Կարեն Կարապետյանի վարչապետ դրա համար էլ խրախուսեցին, որտեղ Փաշինյանը հեղափոխության բարագլուխը լիներ, բայց փոխվեր Կարեն Կարապետյանը։ Օգտագործեն Փաշինյանին, ինչ որ մի պաշտոն տային, չգիտեմ ինչից էին ենթադրել, որ Փաշինյանը օրինակ համաձայնվելու ազգային ժողովի նախագահի պաշտոն։ Ամենայն դեպս մտներով չէր անցնում, որ կարող է հաջողի Փաշինյանը այնքան ժողովուրդ հավաքի, որ ժողովուրդը ուղղակի կաթված է արանի պետական համակարգը ամբողջությամբ եւ ասի, եթե ես չլինեմ վարչապետ, ոչ մեկ վարչապետ չի լինի։ Չէին պլանավորել, որտեվ ասում եմ Այնտեղ էլ հաշվարկողները նույն կոռուպցիայի հետևանքով պաշտոնի նստած փորձագետներից սկսած միջև այդ որոշում ներկայացնողը բոլոր կոռուպցիոներներ են։ Կոռուպցիան փտախտ է, անարդյունավետության հիմքն է ցանկացած պետական համակարգի։ Այդ թվում, երբ որ սխալ մարդը սխալ տեղում է հայտնվում, ինքը սխալ հաշվարկներ անում, որովհետև դրա խելքը չունի, որ ճիշտ հաշվարկ անի։ Դրա համար էլ անդադ տանուլ են տալիս։ Դրա համար էլ կոռուպցիայի պատճառով Ուկրաինայում հույս ունեն, որ 3 օրում պիտի գրավեն, որ փուչիկներով գնացել են, որ ոչ թե գրավեն, տանկերի մեջ փուչիկներ էր, որ այնտեղ բան պարադ պետք է անեն։ Գնում են պարադի Կիևում, որտեղ ինչ որ մեկը այնտեղ գեներալներից մեկը, որը որ FSB-ի 5 միլիարդ դոլար ստացել էր հատուկ նրա համար, որ այնտեղ հասարակության նախապատրաստի ռուսական զորքերին փուչիկներով ընդունելու համար, բարձրացած որ կերել էր, յուրացրել էր, այդ կոռուպցիայի հետևանքները։ Նույնը ստեղ էր։ Եվ այդ ամեն ինչը բերեց նրան, որ մեծ բարեբախտություն էր, երբեք հայ ժողովուրդը դժվար թե նույնիսկ այդ անդադ դիմադրությունը որ կար, դժվար թե այտենց հեշտ հաջողացներ իշխանապողություն, այտենց արմատական իշխանապողություն, այսինքն ինքը համակարգափոխություն չէր, այդ իմաստով հեղափոխություն չէր, որտեղ ֆորմացիա չփոխվեց, բայց այնպիսի հոգեբանական բարոյական փոփոխություններ եղան, էլիտայի փոփոխություն եղավ, որ կարելի է, այո, սխալ չենք անում, երբ որ անվանում ենք դա հեղափոխություն։ Եվ հիմա սենց մանթո վիճակում հետին թվով մեղադրում են արևմուտքին, ասում է պետք է ինոագենտների օրենք ընդունենք, 2 ամսից էլ եթե հեղափոխություն չլինեն, բա հիմա արդարանում է, որտեվ իրեն քոչարյանականներն են, չէ՞, նաև մեղադրում անդադ, թե դու հանձնեցիր Նիկոլ Փաշինյանին, ինքը հիմա արդարանում է, չէ, այ մի քիչ էլ որ ձգվեր, հեսա բանը, նախ Նիկոլ Փաշինյանին չկարող է եւ չազատեինք ամնիստիայով, հա, բանով համաներումով, հետո այդ օրենքը կընդունենք, այսինքն էս մազեր մնացել չստացվեց էլի մոտավորապես, բայց իրականում Սերժ
Սերժ Սարգսյանն էլ իր փայվրեժը լուծեց Սարգսյանի- Ռուսաստանից, ասեմ ձեզ, երբ որ Կարեն Կարապետյանին չհանձնեց իշխանություն։ Ամեն դեպքում ազգային ժողովում որոշողը ով էր։ Մեծամասնությունն էր, չէ՞։ Ով էր մեծամասնություն ազգային ժողովում։ Մայիսի 8-ին 2020 թվականին։ Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որը ինչքան անդրաժեշտ էր, այդքան падգամավորի ձայն տվեց, որ այդ մնացած են դաշնակցություն բարգավաճով բանով Նիկոլ Փաշինյանին վարշապետ ընտրել։